Կրկին ողջույն սիրելիներս, ոնց եք, ինչպես է տրամադրություն, թող միշտ լավ լինեք, միշտ ուրախ լինեք, միշտ ժպտակ։ Ես շատ լավ եմ, շատ նորմալ վիճակում եմ, եղանակը այսօր շատ հիանալի էր, սիրելի հետևորդներ, այնքան լավ, արև, ուրախ, պայծառ, տրամադրությունս կրկնապատկվել էր։ Դռները բացել էին խանութների, սենց եռու-զեռու, այնքան հավես էր, որ հավեսս եկավ և ասեցի, որ անպայման այսօր արդեն ինչ է դա նշանակում, որ ես այսօր անպայման պետք է ցանեմ ցորենը մեր Սուրբ Զատիկի, սիրելի հետևորդներ, Սուրբ Զատիկը ամենալավ տոնն է մեր Հայաստանում, ամենալավ։ Ուրեմն ըստ իմ կարծիքի Հայաստանում ամենաշատ ուրախ և լավ պետք է տոնենք Սուրբ Զատիկը։ Նոր տարին դա, չգիտեմ, իմ համար չի համարվում այնպիսի տոն, ինչպիսին Սուրբ Զատիկն է, մեր Քրիստոսի հարության օրը, փառք մեր Տիրոջը, փառք մեր Հիսուսին, որ մենք այսօր կանք, գոյատևում ենք, ապրում ենք, արարում ենք, ամեն ինչի համար, ամեն րոպեի համար մենք պետք է փառք տանք մեր Հիսուսին, ձեռքերի, ոտքերի, շնչել ամեն ինչ, որ այն մի տեսակ մանրուք ինչ որ կա, ամեն ինչի համար պետք է փառք տանք մեր Հիսուսին, որ մենք ապրում ենք, որ մենք ներվում ենք Հիսուսի կողմից, որովհետև մենք բոլորս էլ օրվա ընթացքում կարող է մի այնպիսի բան անենք առանց հասկանալու, որը մեղք համարվի, ժողովուրդ ջան, իսկ եթե մի ակնթարթ մենք մեղա ենք գալի և ասում ենք ներիր մեզ Տեր, հավատացեք, որ ներում է մեր Տերը մեր բոլորի մեղքերը, այդքան բարի և մեծ Աստված է մեր Հիսուսը։ Եվ ես այսօր մեծ սիրով եմ ցանելու ցորենը, մեծ սիրով ու ամեն տարի եմ դա այդպես անում, սիրելի հետևորդներ, որովհետև անհամբերությամբ եմ սպասում Սուրբ Զատիկի օրվան։ Ոնց եմ ես ցանում, բավականին մեծ քանակությամբ եմ ցանում, սիրելի հետևորդներ, ամեն տարի ցանում եմ, սիրուն լավ սենց շատ լավ չափի ցորեններ եմ ստանում, սենց կարմիր լենտշկայով էլ սիրուն կապում, վրան զատիկով ձևավորում եմ և այդպես էլ վաճառում եմ խանութում, որը նվիրում եմ ովքեր չունեն, որը վաճառվում է, որը թողնում եմ խանութում որպես սիրունություն ու այսպես մեծ սիրով կատարում եմ դա ամեն տարի։ Ցանում եմ այսպիսի ամանների մեջ, սենց պենոպլաստի ամաններ է, սիրելի հետևորդներ, ունեմ մեծ և ունեմ փոքրիկ, փոքրիկ էլ եմ անում, որովհետև կատուն, որ մեկ հոգի է ապրում և իրան պետք չէ մեծ չափին, փոքրիկ է վերցնում, դրա համար էլ երկու տեսակին էլ ես անում եմ։ Հիմա ես վերցնում եմ ամանը, բամբակը բացեմ և սիրուն շատ սենց նոսր եմ ես անում, ես են շատ չեմ բաց, բամբակ, բան տես չեմ անում, սենց բավականին սենց տարածելով եմ անում, շատ քիչ տակը սլոյ եմ անում, որովհետև պետք չի իրան շատ հաստ անել, այնքան որ տակը ինչ-որ ինքը պահող մի հատ բան ունենա, որ պենոպլաստի վրա չլինի, իրան սենց պահող բան, բամբակը սենց իրարից սենց սիրուն առանձնացնում եմ, սիրուն, և այսպես անեմ, հետա կսկսեմ թրջել, ջուրը, որ սկզբից ես բամբակը հեսա, որ կթրջեմ, անում եմ գոլոտ ջուր, սիրելի հետևորդներ, թող մի քիչ գոլ լինի, որպեսզի ավելի արագ նպաստի ցորենի ուռելուն։ Հիմա այսպես նայեք, սենց փչում եմ ջուրը մեջը, խոնավացնում եմ բամբակը, շատ քիչ եմ խոնավացնելու, որովհետև ցանելուց հետո մի հատ էլ եմ ջրելու, այսպես և ցորենը սենց աշկաչափով, այնքան որ բոլոր տեղերը լինի ցորեն։ Ու ցորենը ասեմ, որ ես չեմ դնում ժամով մաքրում, սիրելի հետևորդներ, ոնց կա պրից մի պուճուր մաքրում եմ ու սենց ցանում եմ, որովհետև ծլելունը ծլում է, չծլելունը չի ծլում, սիրելի հետևորդներ։ Այնպես որ մեր ցորենը կծլի
իսկ վատ խոտը չի ծլի։ Դա էլ թող լինի մեր բոլորի կյանքում։ Թող միշտ բարին հաղթի, սիրելի հետևորդներ, թող միշտ բարին աճի, իսկ չարը մնա հետևում։ Դա էլ մի նշանակություն է, որ ցորենը աճելու է, իսկ խոտը, կեղտոտ խոտը ինքը վատ մնալու է այդպես։ Այսքան նորմալ լրիվ, նորմալ վիճակ է, ցանում եմ այսպես ու նորից ջուր եմ անում։ Այնքան որ սկսի խոնավանալ, որովհետև քիչ եմ անում, ես ամեն օր ջրելու եմ, ամեն օր։ Այսքանը լրիվ հերիք է, այսպես անում եմ եւ շարում եմ այսպես լուսամուտներին։ Թողնում եմ, որտեղ տաք տեղ է ինքը, այսպես դնելու եմ եւ սկսելու է աճել ու այսպես։ Նորից է շարունակ անելու եմ, ցանեմ, տեսնեմ թե քանի աման կցանեմ, սիրելի հետևորդներ։ Անենք և մեր ցորենը ցանենք։ Շատ սիրում եմ այս ցորենը ցանելու արարողությունը, մեծ հաճույքով ցանում եմ։ Ընդհանրապես հողի հետ կապված ամեն ինչ սիրում եմ, ցանելու հետ կապված էլի նկատի ունեմ, մեծ հաճույքով եմ անում, սիրելի հետևորդներ։ Իսկ զատիկի հետ կապված մեծ սիրով։ Դե կան չէ բաներ, որ պարտադիր պետք է լինի զատիկին, խորհրդանիշ է, էլի ցորենը, ձուն, ձուկը, կանաչիները տապակած, գինի, դրանք պարտադիր բաներ են, որ մենք պետք է ունենանք, չամիչով փլավը երեխա ժամանակ չէի սիրում, սիրելի հետևորդներ, չէի սիրում, քաղցր բան, որ մի ճաշի մեջ լինում է, դուրս չէր գալի, չէի ուտում, բայց հիմա ուտում եմ մեծ սիրով։ Պատկերացրեք, որ ինչքան որ լցնեմ ամանից մեջ, մեծ սիրով ուտում եմ, փոփոխություն ա եղել, չգիտեմ թե ինչ այլ է, թե մեծացե հասկացել եմ դրա իմաստն ու նշանակությունը ու մեծ սիրով ուտում եմ ու իմաստն ու նշանակությունը սենց էին բացատրում բրնձով փլավի հետ կապված չամիչով, ոնց էին բացատրում, որ բրինձը ժողովուրդն է, իսկ չամիչը մեջի հավատացյալ ժողովուրդն են, որոնք շատ քիչ են և քաղցր են։ Այդպես էին մեկնաբանում և իմ կարծիքով, որ ճիշտ են մեկնաբանում, սիրելի հետևորդներ, որովհետև հիմա մեր այո հավատացյալ ժողովուրդը, ոչ թե հավատացյալ, այլ հավատ ունեցող դեպի Աստված քիչ մասն է կազմում, սիրելի հետևորդներ, որը ցավոք սրտի պետք է կազմի ամենամեծ մասը, ամենամեծ մասը ըստ իմ կարծիքի։ Ես այդ տեսակի եմ, ես աստվածավախ մարդ եմ, սիրելի հետևորդներ։ Ես հենց աշխատանքի բնույթով շատ ակտիվ եմ, կաշխատեմ, կանեմ, սես կարող կարխարար մեկի հետ սես կորբան, գիտեք, ոչ ասում եմ ես գիտեք ինչ, ում որ հետ որ խոսում եմ, ես ոչ մեկից չեմ վախենում, մենակ իմ Աստծուց եմ վախենում, այո, այսօր մարդը պետք է լինի աստվածավախ, եթե մարդը չեղավ աստվածավախ, շատ վատ բաներ է սպասվում, այնպես որ սիրելի հետևորդներ, եղեք բարի, ազնիվ, աստվածասեր և հավատացեք կյանքում ձեզ շատ պետք է գալու այդ բաները։ Ու միշտ պետք է լինենք պատրաստ, թե հյուր ընդունելուն, թե հյուր ճանապարհելուն, թե հիվանդ մարդուն լավություն անելուն, աղքատին մի կտոր հաց տալուն, դրանք բոլորը մենք պետք է անենք, սիրելի հետևորդներ։ Կան բաներ, որ ասում ենք, վայ, Աստված չտեսավ, կամ վայ, ես իշ բանը ոչ, Աստված ամեն բան տեսնում է, ամեն բան, սիրելի հետևորդներ։ Այնպես որ լինենք բարի, անենք Աստծուն հաճելի գործեր, Աստծուն հաճելի բաներ։ Սա էլ անում եմ փոքրիկ տարբերակը, սիրելի հետևորդներ, սա էլ փոքր, թող լինի մարդը ասում եմ, տունը մի հոգով է կամ երկու հոգով է, մեծը պետք չի որ լինի, փոքրիկն է վերցնում, թող փոքրիկն է լինի։ Էսա որ մի քիչ արդեն որ սկսի ծլել ցորենը, ես ձեզ ցույց եմ տալիս, սիրելի հետևորդներ, թե ինչ ձևով եմ խնամում ցորենները, գալիս եմ,
ջրում եմ, պտտում եմ, արևի ուղղությունը թեքում եմ, տենում եմ, վայ, արևից սենց թեքվելա շուռ եմ տանի եմ մի կողքը, այսպես օրոր-շորոր եմ անում, որ սիրուն լավ ծլի իմ սիրելի ցորենները։ Սիրելի հետևորդներ, դուք կարող եք նաև ցանել, վերջացնել եւ վրան ցելապոն գցել, ծածկեք, որպեսզի տաք լինի, շուտ ծլի, բայց դե ես դա այդպես չեմ անում, որովհետեւ մեր արտադրամասում շատ տաք է եւ այս անգամ որոշել եմ, որ ցորենները երբ որ սենց փոքրիկ, սենց տրզի արդեն ուռի, տանեմ լավաշի արտադրամաս, այնտեղ շատ տաք է, շոկ է, պատկերացրեք ինչքան արագ գծելի, դրա համար է ես ցելապոն չեմ դնում վրան, որ տեղը տաք է։ Իսկ ովքեր որ տեղը տաք չի կամ ինչ-որ բան է, կարող են վրան ցելապոն գցել։ Դա էլ է շատ արագ նպաստում ցորենի ծլելուն։ Այսպես անում եմ եւ այսպես շարում ամբողջ խանութով մեկ այսպես սախտեղերով։ Ասում եմ հայ կարի, այնտեղ բան կա, դնենք հեռախոսը թող պահի այս տայտելներից կա, երկուսով ցանենք, ասում եմ չէ ես տես բան չեմ սիրում, ասում եմ չես սիրում, դրանից լավ գործ, դրանից լավ բան չի ուզում, տեսնում եք սիրելի հետևորդներ, թամբալացել այսօր Հայկը եւ չի ուզում ինձ օգնի, բայց Հայկը գիտեք չէ, ամբողջ իրանց հայաթը ինքն է, փորում, վարում, ցանում, ջրում, խաղում, մի օր գնալի եմ հատուկ Հայկենց հայատ իրան նկարելու, թե ոնց է անում, ես դա տեսել եմ, այնքան է շատ սիրում, ուրեմն քախանում, կապում, խաղում, սիրում է այս աշխատանքներ, մեկ է շատ սիրում է, որ խոզերին պահի, խոզ պահի, լիքը խոզ ունի, լիքը, սենց բանը, ոնց են ասեմ, ձակից մինչև մայր ունի այսպես, սենց երթականությամբ ու ամեն օր վերակենում, գոմը գնում, մաքրում, լվանում, խոզերին կեր տալի, նոր գալիս է աշխատանքի Հայկը, դա անում է շատ մեծ սիրով, ասում եմ այ Հայկ, որ ամուսնանաս, դու քո կնիկը նման բան չսիրի անել, ինչ պիտի անես, ասում չէ, կանի, ասում եմ կողը չի սիրում, ասում չէ, կանի, բա, նենց որ աստված տա Հայկ ջան, որ լավ ընի, այդպես քո նման ղոչաղ աղջիկ բերես, հա? Բա, այդպես, սիրուն, ջուրը ցանենք, խոնավացնենք, սրանից լավ գործ Հայկ, չես սիրում, խը չես սիրում, հա, սենց, թրջի ձեր տանով ա ցանում Հայկ, մաման, մի հատ եք ցանում, այած հայ երևի, տեղյակ չեմ, տեղյակ չեմ, Ոյ, ձեզ սեղան ինչ ես տենեմ, քանի հատ է երևի, բանը պապիիդ համար չի անում, երևի չի անելու այս տարի, չէ, այս տարի չի անի, խի, դե առաջի տարին է, չէ, այդ ասմա գոհար, ասմա համանը, հայ, մի պապը հա, մի պապի մարկանի, հա, բայց բանը, չէ, Հայկը, կապ չունի, ասմա միկը բանը տեստեն ասմա նեշկը մենք գոհար, չեն ներկում, ես են հին ավայն դուտներով էլ գիտեմ երեխա ժամանակվանից են մեր մեծերը, որ բան են անում, որ եթե տանը առաջի տարին մահ են ունեն, չեն ներկում, Հայկ ջան, չէ, նայն մյուս բաները անում են, կանաչին տապակում են, զուգը խաշում են, շամիչով փլավը, բայց զուն չեն ներկում, ես տես գիտեմ։ Ես տեստեին եմ հարցրել այստեղի, գոհար, ինքը թե ասմա չէ, ասմա պտի նեշկ ես, ես չեմ գիտեմ, որ չի չգիտեմ, չեմ կարա սպորվեմ, չեմ կարա բան անեմ, ես ըստ բանի, որ գիտեմ, որ չեն ներկում, չեմ կարա բան անեմ, բայց ծոր են բանը լմա, պասկա լմա, ուրիչ բան է, իսաղը լմա, բայց զուն ես գիտեմ, որ չեն ներկում, մի հատ էլ կարաս ճշտես իմանակ, բայց տենց է, պապատել էլ դե ասենք, թե են մի պապիտ էլ հին ժամանակվա մարդակ իմանա էլի, իրանից է կարա ճշտեք, բայց գիտեմ, որ տենց է, հեսա մեր հետևորդներն է մեզ կողնել, այո, կոմենտներում կգրեն, որ թույլատրվում է, երբ որ տանը, բանը մահ ունեն և առաջի տարին է, թույլատրվում է սիրելի հետևորդներություն ներկել, ըստ իմ, ես գիտեմ, որ չի թույլատրվում, բայց ձեր մեկնաբանություններին է կսպասենք, տեսնենք, թե ոնց եք հասան։
սիրուն, պատրաստենք։ Ցորենը ունենք, հայք։ Բուլկին պասկան կպատրաստենք, լավաշն ու հացը կթխեմ, Ձուն ունենք, հավը ունենք, տնական ձուն կլինի, կանաչիները ունենք, մնումա ձուկ գնենք, Ձուկը, հա։ ձուկ գնենք ու ամեն ինչ կստացվի։ Մեր շախող շուխով պետք է նշենք մեր սուրբ զատիկի արարողությունը, մեր շուխով։ Ապրիլի 5-ին չէ, քո հա։ Ապրիլի 5-ին, այո։ Իսկ դու ինչպես ամսից 24-ին ինչ օրա։ Էս։ Այո։ Էս 24-ը մարտի։ Մարտի Մարտի 24-ը։ 24-ը, չէ։ Այ, մեր շարմի մի արդեն բաց կլա, մի տարի է, մի տարեկան այն բաշինը։ Տենում ես հայք, դու ես իմ տարեկանն եմ մոռացել, ենքան գլուխս խառնա, իմ տարիքն ու ծնունդ, կնունք, հարսնիք, սա մոռացել եմ, հայք ջան, աշկս բացում եմ լավաշ հաց, պակում եմ շարմա պրիոտո կտորդ, էլ որ դուս տարիքս եմ մոռացել, ու տենց, մեկ թորնիկս որ զանգմա վիդեով խոսում եմ, նոր հիշում եմ, որ պատի եմ, թե չեմ մոռանում եմ մեկ, ուրեմն սիրելի հետևորդներ, անցած տարի Սուրբ Զատիկի օրը իմ աղջիկը նոր հարս է գնացել ու մեկ էլ նկար ա ուղարկել հեռախոսից, թե ման, պես իս ձև եմ սարքել մեր Սուրբ Զատիկի սեղանը և սեղանում ինչ տեսա, այնքան հետաքրքիր բան էր սարքել սիրելի հետևորդներ, այդ նկարը մինչև հիմա հեռախոսումս պահում եմ, հեսա տեղադրելու եմ վիդեոյի վերջում, կտեսնեք, թե ինչ էր սարքել աղջիկս, ուրեմն սենց հետաքրքիր, սենց մի հատ բանկա էր դրել, այդ բանկայի վրա բերել էր ցեխից, սենց բանկի վրա ցեխով հավաքել, սարքել, Հիսուսի դամբարանն էր սարքել, սիրելի հետևորդներ, որ սենց պահում եմ ջանս մի տեսակ շակ հաղվում է, այնքան սիրուն էր ստացվել, սա տեղադրելու եմ կտեսնեք, ուրեմն սենց ցեխով բերել փակել էր բանկայի վրա, շատ սենց հետաքրքիր, մի հատ քար էր գտել, բերել այդ բանկի սենց դեմով քարը դրել, որ Հիսուսի այդ տեղը որ կա, քարը որ փակում են, այդ քարն էր, բերել սարքել է, դեմը սենց ցորենա ցանել ծլելա, և այդ ցեխի վրա էլ խաչել էր սենց տնկել, նա սենց հետաքրքիր բան էր ստացել, ուրեմն պատկերացնեք, որ նկարն ուղարկեց ինձ և ես դա տեսա մի պահ սենց ամբողջ մարմինս փշաքաղվեց, ես սենց այդպես բաներից սենց զգաստանում եմ, չգիտեմ, ու այնքան հավանեցի, սենց մի տեսակ համսիրտս էլ այդպես զանգել եմ աղջիկս, ասում եմ, ես ոնց ես սարքել, Վարուժ ջան, ասում եմ սարքել եմ էլի, ոնց որ սենց ինչ որ մեկը ինձ միտք տար, ոնց դա սարքեի, ու շատ հավանել եմ ու այդ նկարը հեռախոսումս պահել եմ մինչև հիմա ու հեսա տեղադրելու եմ, որ դուք հետ տեսնեք, թե ինչ տեսակի աշխատանք է կատարել իմ աղջիկը։ Ես վերջի ամանն էլ ցանեմ հայք ու տորտ կտրեմ, դնեմ վաճառքի տորթերը վաճառվող, դատարկ է էլի սառնարանը։ Հեսա մի հատ ես պրծնեմ, կտրեմ դնեմ, որովհետև առավոտ չեմ կարալու շատ ջուր գամ այստեղ կտրելու համար, վաղը պետք է լավաշի արտադրամասում ես աշխատեմ, չրտմանողս վաղը չի գալու աշխատանքի, իրա տղու ծնունդն է, այնպես որ այդ աշխատանքը առավոտվանից ես պիտի անեմ հայք։ Ես քեզ հյուր եմ գալու։ Հյուր ես գալու, մեծ սիրով, արի համեցի, ամել կնկարահանես, կտենաս ինչպես է քիրը լավաշ պատրաստում։ Ես մեկն եմ անեմ ու անցնեմ տորթերի կտրմանը, կտրեմ դնեմ, էլի առավոտ ուզող կլնի, որպեսզի պատրաստ լինի։ Այնպես որ սիրելի հետևորդներ կարող եք նույն ձևով դուք էլ պատրաստել, այս ամանները շատ հարմար ամաններ են, շատ հարմար։ Սիրուն սրանց մեջ անում եք, մեջ այնքան լավ է ծնում, ծլողականությունը մեջը շատ լավ է լինում։ Կան ամաններ, որ այդ ամանների մեջ մենք ցորենը բամբակ անում ենք, հենց ամանն էլ է նպաստում, որ ցորենը լավ չի ծնում, իսկ այս պենոպլաստի ամանները իրանք հենց օգնում են ցորենը ծլելու։ Այնպես որ ես խորհուրդ կտամ, որ այս ամանների մեջ ցանեք,
Եթե անկած մտածում եք, որ բա ես սիրուն ամանի մեջ ունի կամ բան, այս տեսակի տարբեր ձևավորման ամաններ է վաճառում։ Կարող եք դրանց մեջ անել սիրելի հետևորդներ, բամբակն արեք շատ նոսր, պետք չի անել շատ հաստ բամբակ, որովհետև հենց մի հատ ծիլը տվեց, սենց բամբակի տապով կապնում է իրան, պետք չի շատ հաստ անել բամբակը, համ կխնայեք էկոնոմիական եք, համ ավելի հաջող կստացվի, սա ես իմ երկար տարիների փորձից եմ ասում, սիրելի հետևորդներ, միշտ ցանել եմ, միշտ, թե իմ են մյուս աշխատավայրում, որտեղ որ ես աշխատել եմ նախկինում, այնտեղ եմ ես արել շատ 50-60 ամաններով ցորեն ենք ցանել եւ բոլորն էլ շատ լավ են ստացվել եւ բոլորն է վաճառվել է սիրելի հետևորդներ, այնպես որ կարող եք իմ ձևերով անել։ Այս մի հատ դնեմ մի կողմ ու բերեմ տորթը կտրատեմ, շարեմ, կապուչինո եւ համբյուր ունեմ։ Պատրաստած մի հատ կտրեմ, սիրուն դնեմ ամանների մեջ ու տեղադրեմ սառնարանում։ Սիրելի հետևորդներ, տորթն է կտրատեմ, դնեմ, թե չէ Հայկը կյանքս կերավ, կկտրեք նոր, կկտրես նոր կգնաս, կկտրես նոր կգնաս, ասի եղավ։ Բաժանենք այսենց, մեկը, կտրեմ, դնեմ, թե չէ, մինչև առավոտ արդեն խնդիր կներ, չէ Հայկ, չերը մի վաճառքի, Հայկն է կյանքս կուտեր սիրելի ավելի լավ է, սիրուն կտրեմ, պատրաստեմ, ես մի հատ ասեն սուրուլի կտրեմ, մենը երկար կկտրենք, թող տարբեր կտրորներ լինի, չէ Հայկ, ես սենց, ես սենց, չէ պապուկո, յավո, Դես Հայկ մի հատ պատիվ անենք, չեմ ուզում, չենք ուզում, ասում է մի ուզի, հաճախորդը կուզի, կուտի, դու մի կեր, մեր սրահում երուզերա սիրելի հետևորդներ, մեկը խոսում է, մեկը գնում է, մեկը գալիս է, Ես նայում եմ տենամ էտ ինչ աղմուկ կա, տենամ, որ հաճախորդներն են, բաներ են ուզում, լավն է Հայկ։ Շատ մեծ է։ Հա, մեծ է։ Լավ է, թող մեծ լինի կտորը, որ ուտողը մի բան հասկանա։ Սիրուն, էսպեկները ինչ անեք, սենց բանով կտրեն, քառակուսի կտրեն, որովհետև կան, որ այդ ձևել եմ ուզում, ավելի լավ է, մի քիչ է քառակուսի կտրեմ, այսենց, քառակուսի է լավ եղավ, չէ? Տնենք, Բայց ես տորթ կտրելու պրոցեսը չեմ սիրում սիրելի հետևորդներ, անկեղծ կլինեմ ու կասեմ, որ չեմ սիրում, ինչու չեմ սիրում, որ ինձ քաղցր բան է կպնում, քաղցրից մի տեսակ բան եմ լինում, բայց դա էտ է, ոչինչ, մի կերպ կդիմանանք, համով է Հայ քաղցր է? Ես սիրում եմ, որ տորթերը քաղցրություն ունենան, չեմ սիրում, որ կրեմ ուտում ես, ոնց որ կրեմ չլնի, լավը չի լինում, քաղցր լինում։ Ռուլետներ էր քաղցր կոհար։ Հա դե, համենքներ բան, համ մեջի ջեմներ քաղցր։ Այս մեկը սենց հարի։ Այս մեկը կտրեցի, դնեմ ընդեղ, հիմա էլ կապուչինոն կտրեմ, հետո միասին կդնեմ։ Հիմա էլ կտրենք կապուչինոն։ Մի քիչ ես գլազուրով տորթերը պետք է հարմարացնես կտրելը, որ գլազուրը երեսից բան չլինի, սամտ գոյություն ունի, տեսեք, ոնց որ բավականին հաջող ստացվա,
դրեցի բանակս։ Կտրենք։ Սիրուն պես կտանք։ Ահա այս չափը նորմալ է։ Չափի կտորները անեմ։ Այս թղթերը այնքան հարմար են, որ սենց դրվում է, շատ հարմար են, որովհետև համ վաճառելուց է հեշտ լինում, համ սենց սիրուն վերցնում ես ակուրատնի տալիս ես չի վնասվում էլի, համ էլ սիրուն է նայվում։ Ես էլ կապուչինո սիրելի հետ է, որտեր ես էլ բաժանեցի կտորների դնեմ վաճառակետ, չունեի առավոտյան վաճառելու ոչ մի բան, բոլորը վաճառվել էր, հիմա կտրեմ նախորոք պատրաստ եմ, որպեսզի առավոտյան խնդիր չառաջանա, ասեցի, չէ, որ վաղը այստեղ եմ լինելու ժամը 6-ից հետո, իրիկունը 6-ից հետո եմ լինելու, այնտեղ գործեր ունեմ, վերջացնեմ, նոր կգամ այստեղ, մինչև է թող խնդիր չառաջանա, սիրելի հետևորդներ։ Թող բոլորի կյանքում այսպես քաղցրավենիքի նման քաղցր օրեր լինեն, սիրելի հետևորդներ։ Դա իմ ցանկությունն է բոլորին, թող բոլորը լավ լինեն, որ մեր հայ ազգը լավ լինի, մենք շատ լավ կլինենք։ Մեր հայ ազգը արժանի է, որպեսզի լինի լավ, որովհետև այն սկզբից էլ եկած, տառապած, տանջված, մեր հայ ազգը թող բոլորին լինի առողջություն եւ քաղցր կյանք, երկար տարիների կյանք մեր բոլորին։ Ձեր հետ գոհարներ, ձեզ շատ սիրող, ձեզ մի սպասող եւ ձեզ կարոտող գոհարը Ստեփանավանից։